կասեք դուք ինչ սպասելիքներ, ակնկալիքներ ունեք կառավարությունից, քանի որ նշել են մասնակիցները ճանապարհը փակած, որ վաղը գնալու են կառավարությունն խնդրով եւ նաեւ նշում, որ եկել էին կառավարությունում։ Տեսեք, հիմա գյուղը հայտնվել է անհատի եւ պետության բախման կիզակետում։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով պետությունում տեղի ունեցող այս ամեն ինչը, կարծում եմ, որ հարցի լուծումը իշա ժողովրդի չի լինելու։ Ես դրանում վստահ եմ։ Մենք դրա փորձը նախկինից ունենք։ Նույնիսկ եթե վաղը մենք բավականին լուրջ հանձնաժողովով ներկայանանք համապատասխան այրերին, ես վստահ եմ, որ լուծումը մշուշոտ է։ Այն մասնավոր կազմակերպությունը, որը ձեռք է բերել իրավունք ապահովել տրանսպորտային ուղևորափոխադրությունը, մենք այդ կազմակերպության մասին էլ բավականին տեղյակ ենք եւ գիտենք ինչի մասին է խոսքը։ Բիզնեսմենը, առևտրականը չունի երբևէ սրբություն, իրան սրբությունը դա փողն է եւ ոսկին, նաեւ հայրենիքը։ Նրանք չունեն ոչինչ։ Դուք ճանապարհը փակել եք այսօր։ Մենք ճանապարհը փակել ենք այսօր, լսել ենք բավականին շատ մարդկանց, եւ բանավոր, եւ գրավոր, լսել ենք իրենց համոզիչ խոսքը։ Չի բավարարում իրենց խոսքը ձեզ։ Իհարկե խոսքը չի բավարարում մեզ։ Մենք գիտենք ինչի մասին է խոսքը եւ միանշանակ այդ տրանսպորտը մտնելու է գյուղ, փորձելու ենք չօգտվենք այդ տրանսպորտից, բայց դա այլ ընտրանքները հետևյալն են։ Դրանք հիմարության աստիճանից մինչև բավականին խելացի տարբերակներ են։ Առաջին, պահպանում են այն երթուղին, որը գոյություն ունի, չենք ձեռք տալիս։ Դա ուղղում եմ խոսքս ղեկավարությանը, ով կարգավորում է այդ ոլորտը։ Եթե մեծ ցանկություն ունի տենդերը շահած կազմակերպությունը, իր տրանսպորտը զուգահեռ կաշխատի քաղաքային տրանսպորտին։ Երկրորդ տարբերակ, եթե կմնա միակ տրանսպորտը, որը պատկանում է մուլտիգրուպին, համապատասխան տերերը պետք է վճարեն կոմպենսացիա այն մարդկանց համար, ովքեր այդ գյուղի տարածքից մեկնում են Երևան քաղաք։ Եվ տրասայի վրա տեղադրվում են հատուկ տերմինալներ գյուղի տարածքում, որոնք ապահովելու են կանխիկ կամ ոչ կանխիկ վճարում եւ այդ գումարը փոխանցվելու է գյուղի բյուջեին, որտեղից կատարվի կոմպենսացիա գոնե ուսանողներին եւ ամեն օր մեկնող անձանց։ Սրանք տարբերակներ են, ես կարծում եմ կառավարության համար լսելուց հետո իրենք կհասկանան, որ տարբերակն է նախընտրելի եւ կփորձեն դրանով առաջնորդվել։ Ես ներողություն եմ խնդրում հայերենով արտահայտվելու համար, կարծում եմ մեր ղեկավարները հայերեն հասկանում են եւ դեռևս պետական լեզուն էլ հայերեն է։ Այսքան բան։ Ներսում ինչ էր քննարկվում։ Ներսում քննարկվում էր հանձնաժողով, մոտավորապես, ովքեր պետք է ներկայացնեն խնդիրը։ Սա իմ կարծիքն է, ոչ հանձնաժողովի, սա իմ անձնական կարծիքն է, եթե ես կհայտնվեմ այդ հանձնաժողովում պատահմամբ կամ նպատակային, ես իմ խոսքը ունեմ ասելու նաև այն մարդկանց, ովքեր ի վիճակի են լսելու եւ խելամիտ լուծում տալու։ Այն վարչական տարածքները, որը բաժանվում է եւ այսպես արտահայտվում է, սա քանդման process-ի ընդհանուր քանդման process-ի նախաքարն է։ Մենք դրա մեծ մոդելը ունեցել ենք եւ փոքր մոդելները մենք տեսնում ենք այստեղ ներսում։ Բաժանել գյուղը քաղաքից դա խելագարություն է։ Երբ տկեն փոխնախարարի հետ են հանդիպել բնակիչները եւ չեն ստացել բավարար պատասխան, ինչ եք կարծում, իմաստ ունի վաղը կառավարության հետ հանդիպում ունենալ։ Ես երեկվա հանդիպումից տեղյակ չեմ խորապես եւ մանրամասնություններին չեմ տիրապետում,
Միայն կարելի է գուշակել, որ այո, եթե այսօր փակել ենք փողոցը, նշանակում է չի բավարարել պատասխանը, սա է եզրակացությունը։ Բնակիչներին սպառնացել են փողոցը փակելու համար։ Ես չունեմ այդպես տեղեկություն, որ սպառնացել են։ Իրավապահ համակարգը փորձել է գործել իր իրավասությունների սահմաններում։ Դա իրականությունն է եւ ռեալ է։ Այլ սուր խոսք ես չեմ լսել։ Ամեն դեպքում կապված Պրոշյան գյուղի հետ։ Միգուցե Քասախում ինչ որ բաներ տեղի են ունեցել, ես չգիտեմ։